մարդիկ կային, որ ուղղակի վերցրեցին իրանց իրերը տուն գնացին, մարդիկ կային իրենց իրերը վերցրեցին, գնացին ուրիշ ժամի, ուրիշ ավիաընկերության տոմս առան, տենց թռան։ Երևան Մոսկվա 18-69 թռիչքներ Aeroflot ավիաընկերության, որը պետքա տեղ ունենար 13-ից լույս 14-ի գիշերը 12:15։ Երբ որ մենք գնացինք 2 ժամ առաջ օդանավակայան, ռեգիստրացիայի ժամի 9-ն էր դա արդեն տեղ պարզեր, որ հետաձգում է, գրված էր, որ ռեգիստրացիան սկսվելու է մի ժամից, հետո սկսվեց կարծեմ ժամ ու կեսից, թե ինչ ասեն, չեմ հիշում։ Մի խոսքով ուշացումով անցանք ռեգիստրացիան, անցանք պասպորտնի կոնտրոլը, ունդեղ էլի ասեցին, որ երբ որ արդեն անցանք այդ կանաչ գոտին եւ այլն, անցանք արդեն սպասասրահ չվերթի։ Ասին, որ էլի է ուշանալու, էլի, տենց դարավ ժամը գետը 4-ը, երևի, հա։ Այդ ժամանակ կանչեցին ուղավորներին, ասեցին կարող եք գնալ ձեր նստեցման կտրոնով, այնտեղ սրճարան կար իրենց սպասարկող Aeroflot-ին, այդ սրճարանից 7000 դրամի սահմաններում վերցնել ինչ-որ ուտելիք, բուջերբրոդ, ջուր եւ այլն, սնվել, մինչեւ թռիչքը կլինի։ Մարդիկ գնացին, հերթ կանգնեցին, մի ժամ ու կես էլ դրա վրա ծախսվեց, վերցրեցին, սնվեցին, ու ժամի 5-ի կողմերն էր, կանչեցին, ասեցին, չէ, всё, այսօր թռիչք չի լինելու, հիմա բոլորով հավաքվում եք, մենք ավտոբուս ենք կանչում, գնում ենք կրկին հետ, անցնում ենք պասպորտնի կոնտրոլը դեպի Հայաստան, ձեզ ավտոբուսներով, ով որ ուզում է տանում ենք հյուրանոց տեղավորում ենք, ով որ չի ուզում ուղարկում ենք իրանց տուն, մի խոսքով այսպես։ Ու մի ժամ էլ հերթ կանգնեցին մարդիկ այդ պասպորտնի կոնտրոլը անցան, գնացինք հասանք արդեն դուրս եկանք, հա, բանից սահմաններից կանաչ գոտուց, ասեցին ոչ մի հյուրանոց, ոչ մի ավտոբուս, ոչ մի բան չկա։ Իրանք պարտավոր էին ուղղակի հյուրանոց ապահովել, որտեղ 13 ժամ արդեն բաներ ուշացում էր թռիչքի, մարդիկ կային տեղ չունեին գնալու։ Դա ասենք բացատրություն չի, հա, որ հյուրանոց չկա, ամեն գնով իրանք պետքա դա ապահովեին, եւ երկրորդ այդ որ մարդիկ ասում էին մեզ տոմսերի փողը տվեք կամ չէ այդ հարցը մի ձև լուծեք, ասենք մարդկար չէր ուզում էլ այդ ավիաընկերությունով թռներ, ասում են իմ փողը հետ դուր, ես գնամ ուրիշ բանով գնամ, ասում են չէ, այդպես պահին այդ հնարավորությունը չկա, բայց ինչ որ բաներ տոմսեր իրանք փոխեցին, այսինքն փոխեցին հաջորդ օրվա վրա, թե ինչ, չգիտեմ, դեռ արդեն ոչ մեկին ոչ մի կոնկրետ ինֆորմացիա չէր տալիս եւ չբացատրեցին այդ ուշացումը ի վերջո ինչի պատճառով էր։ Դու ասում էին անվադողերն են փոխում ինքնաթիռի։ Ով էր ասում։ Հետո այդ մարդիկ, այդ ներկայացուցիչները, էսի ինչ որ տենց բաներ էին ասում, բայց նենց որ կոնկրետ գային հայտարարեին, ասեին բան հարգելի ուղևորներ, ասենք ինքնաթիռը ունի անսարքություն կամ չգիտեմ եղանակային պայմաններ են կամ ինչ որ մի հատ պատճառ կոնկրետ, որ այդ պատճառով այդ անվադողերի փոխանակման մասին sense ինչ որ հպանցիկ լսեցի էլի ինչ որ մի բան։ Այդ պահին էլ որ իրանք ասեցին, որ գնացեք ինչ որ բան վերցրեք, եթե ուզում եք։ Իրանք չասեցին, իրանք ասեցին վերցրեք, սնվեք, հեսա մի քիչ հետո թռիչքը կլինի։ Գնամ տեսնեմ կամ օրը փոխանակեմ կամ խնդրեմ որ գումարը հետ տան ես ուրիշ օրվա վրա կամ ուրիշ ավիաընկերությունով գնեմ։ Aeroflot-ի հետ կապված, որ այսքան մեծ ուշացում լինի ու սենց անկազմակերպ ինչ-որ խառնաշփոթ վիճակ լինի, ճիշտ ասած ես առաջին անգամ էի տեսնում, այնտեղ մարդիկ էլ կային, որ ասում էին զարմանալի է, որովհետև կարող էր ուշացում լինել, հա, ասենք ինչ-որ պատճառ կա, բայց որ այտենց խառնաշփոթ ստեղծեցին ու մարդկանց ոնց որ օրենքով իրենց հասանելիք բանը չտվեցին, գիշերակացը կամ ասենք կոմպենսացիան կամ կազմակերպեն եւ այլն։ Այ դա էր խնդիրը։ Դա չէ ուշացում ասենք պատահել էր։